Դատախազությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրում է մանր եղջերավոր անասունների արտահանման ժամանակ 2 ձեռնարկատիրոջ հովանավորչության համար։ Գլխավոր դատախազը 2023 թվականի օգոստոսի 8-ին եւ դրանից հետո հեռախոսային զրույցների գաղտնալսումներն է քրեական վարույթի համար որպես հիմք ներկայացնում։ Քաղաքացի Սլավիկ Պողոսյանին խնդրել են, որ նա դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200,000-ից 300,000 դոլարի դիմաց օգտագործելու սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը։ Այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Երկրորդ գործ էլ կա հարուցված պատգամավորի նկատմամբ։ Ընկերություններից մեկի սեփականատերը դիմել է Հովիկ Աղազարյանին Աջափնյակ վարչական շրջանի դպրոցի վթարային շենքը քանդելու եւ մի հատվածի վրա նոր դպրոց, իսկ մյուսի վրա բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով։ Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ 300,000 դրամ է տվել ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Չնայած խոստմանը, Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը։ Միաժամանակ չի վերադարձրել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը։ Աղազարյանը հայտնեց, որ $23,000 կաշառքի գործով ինքը չի հարցաքննվել։ Բոլոր ցուցմունքները, որ այդպես տոնով ասում եք, գրել եք այսպես հստակ, որ տեսած ձայնագրություններ, այդ մարդը զապիս արել իր խոսքը եւ ուղարկել է։ Այնտեղ որը մեր իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ $23,000 շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Ինչու՞ չեք կանչել հարցաքննության, ինչու էս գործը ավելի մանրակրկիտ չի, թե ասենք օրինակ մենակ այն նախորդ գործը լրիվ բավարար էր, էս մեկն էլ տենց ոնց որ մի քիչ հետը թողը տենց համեմունք լինի, բերենք։ Այո, այդ ոչխարների գործով կանչվել եմ 2-3 անգամ, այս դեպքում ոչ մի անգամ չեմ կանչվել։ ՔՊԱ-կանները հայտարարում էին, թե Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք է բացահայտել։ Ինչ եղավ պետական գաղտնիքի գործը, պատգամավոր Թովմասյանը հարցրեց դատախազին։ Կանոնակարգ օրենքը մեզ պարտավորեցնում է բացառապես միջնորդագրի շրջանակում քննարկել, ես որևէ պետական գաղտնիքի հետ կապված մեղադրանք չեմ ներկայացրել, ես 2 կաշառքի մեղադրանք եմ ներկայացրել։ Թագուհի Թովմասյանը հարցրեց դատախազին, եթե Հովիկ Աղազարյանը շարունակեր մնալ ՔՊ խմբակցության կազմում, դատախազը կգար ազգային ժողով նույն միջնորդությամբ։ Այո, կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ եւ ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան։ Աղազարյանը դժգոհում է անարդարացի են իր վրա ճնշումները։ Պատգամավորը պնդում է, թե իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում։ Ես կարամ պաշտպանվեմ։ Ես կարամ անարդարացի ճնշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Քաղաքական հետապնդում եք։ Իհարկե։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները, դատախազը արձանագրեց, թե Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար կան բավարար փաստեր։ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո գործերը միանգամից կուղարկվեն դատարան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։